Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 հանրային ռադիոյում ուղիղ եթերի ժամ է, սիրով ենք ասում բարի լույս բոլորին։ Բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, սրտանց ողջունում ենք բոլորիդ, այո, վերջապես դասական զույգերը, այսպես ասած, իրար գտան, մենք վերադարձանք։ Այո, այսօր եթերում կաշխատեն ձեզ համար իմ շատ սիրելի գործընկեր Տիգրան Հարությունյանը եւ իմ շատ սիրելի գործընկեր Լուսինե Մուրադյանը։ Ահա, կարոտել էիր Տիգրան, մեր դուետին։ Ես կարոտել էի։ Ես էլ, բնականաբար, երբ տարիներ շարունակ աշխատում ես մի անձնավորության հետ, ում կարծես արդեն կարողանում ես հասկանալ կես խոսքից, կես բառից, բնականաբար կարծում ռադիոլսողները մեզ հետ համամիտ են եւ մեզ լսելը տհաճ չէ։ Համեստ գտնվեց, չէ՞ Տիգրան։ Չուզեցա, ասեմ մեզ սիրում։ Շատ հաճելի է։ Եթե սիրում եք գրեք, մենք դեմ չենք, մենք դեմ չենք, մենք մեր էգոն կշոյվի, եթե կարդանք այդպիսի լավ ջերմ խոսքեր, ինչևէ։ Սուրճը ձեզնից, սերը մեզնից կամ հակառակը սերը ձեզնից, սուրճը մեզնից, էական չէ, կարևորը որ մենք կրկին ուղիղ եթերում ենք եւ ձեզ սիրով ասում ենք բարի լույս ու փոխանցում ջերմ տրամադրություն։ Լայվը գործարկված է, մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, գրեք ձեր ողջույնները, բարի լույսները, մենք սիրով այդ ամենը կփոխանցենք, իսկ թե ինչի մասին ենք խոսելու։ Օրվա ընթացքում քիչ անց արթնացեք մեզ հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 մենք արդեն արթնացել ենք եւ պատրաստ ենք արթնացել նաեւ ձեզ։ Այո, սիրելի ռադիոլսողներ, եւ նկատում ենք, որ ձեզնից շատերն են արթնացել, որովհետեւ ջերմ ողջույններ ունենք on-line հարթակում, մեզ արդեն բարի լույսեր են մաղթում, շատ հաճելի է հարգելի ռադիոլսողներ, շարունակեք ձեր ջերմություններն ուղարկել, մենք ջերմ խոսքերը եթերից ենք ուղարկում, դուք էլ on-line տիրույթում կոմենտներ հատվածում կարող եք գրել ձեր ջերմ խոսքերը, մենք դրանք կկարդանք ու կջերմանանք։ Դե իսկ այս պահին անհրաժեշտ տեղեկատվություն, որ յուրաքանչյուր օր անպակաս է մեր եթերից։ Կարծում եմ, որ այս քանի օրերը ջերմանալու կարիք իսկապես ունենք, որովհետև եղանակը զայրացել է եւ իրեն շատ տարօրինակ է պահում։
Հունիսի 17-ից կեսօրից ընդ որում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդարատ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Բա որ ասում էինք եւ նաև տեղեկացնենք, որ հունիսի 21-ի կեսօրից հետո 17-ի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդարատ։ Հունիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ քամին հարավ-արևմտյան 4-ից 8 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-ից 24 մետր վարկյան արագությամբ։ Տեղեկացնենք նաև, որ օդի ջերմաստիճանը ցերեկը նվազում է 3-ից 5 աստիճանով։ Ահա, այսպիսի բաներ։ Երևան տեղափոխվենք։ Ինչ պատկեր է մայրաքաղաք Երևանում, այսօր երեկոյան ժամերին մեզ խոստանում են առանձին հատվածներում կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ եւս քամու ուժգնացում, կարևորը չքշի մեզ տանը, մարդես։ Սարսափելի է 20 մետր վարկյան արագությամբ։ Մենք այդքան էլ սովոր չենք նման փոթորիկների, որ ահռելի ծառերը շուռ տան, մի տեսակ այդուհանդերձ եղանակը գլոբալ առումով փոփոխվել է եւ մեզ անակնկալներ է մատուցում տարածաշրջանային եւ առհասարակ աշխարհի։ Այս պահին Երևանում 16 աստիճան է, օրվա ընթացքում սանդղակը կբարձրանա մինչև 24 աստիճան, դե մեքենա լվալու մասին խոսք անգամ չկա։ Գնանք տարադրամի շուկա։ Գնանք տարադրամի շուկա եւ տեղեկացնենք, որ եթե դուք պատրաստվում եք տեղափոխվել որևէ երկիր գնալ հանգստանալու կամ գալիս եք եւ ձեզ պետք է փոխարժեքին տեղեկանալ, ապա հենց այս պահը ձեզ համար է։ Ամերիկյան $1 նաժե 383 դրամ 76 լումա, եվրոն 444 դրամ 24 լումա է, ռուսական ռուբլին 4.88 է, վրացական լարին 147 է, նաեւ բրիտանական ֆունտ ստերլինգը 521.11 է, չինական յուանն եմ փնտրում Տիգրան կտա 53.4 53.4 գնանք ղազախական տենգենը հատուկ մարինայի համար 7.48 Սա էլ ասացինք, եթե պատրաստվում եք որևէ երկիր մեկնել, իսկ եթե պատրաստվում եք Երևանի ճանապարհներով երթևեկել եւ ուզում եք Հայաստանի ճանապարհներով երթևեկել եւ բացահայտել Հայաստանը, ապա այս տեղեկացումը այո, անդրադառնանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, Փրկարար ծառայություն տեղեկացնում է, որ մեր երկրում Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-ից 42-րդ կիլոմետրի հատվածը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, միակողմանը երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար, նաև այ օրերս ես նաև օգտվեցի Երևան-Սևան մայրուղուց, այնտեղ եւս մի հատված կա, որ վերանորոգում է իրականացում եւ հատվածի այդ երթևեկությունը կազմակերպված է միակողմանի, այնպես որ զգոն եղեք եւ մի տարվեք արագություն զարգացնելով։ Հարգելի ռադիոլսողներ, ուզում ենք տեղեկացնել, որ Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ֆիքսել է ամեն անգամ ինչ որ ճանապարհ փակ է լինում եւ մենք երկար այսպես տևական ժամանակ խոսում ենք այդ մասին, հուսանք որևէ խոչընդոտների չեք հանդիպի, եթե որոշել եք մեքենայով ճամփորդել եւ հայտնվել Հայաստանի չնաշխարհիկ բնության գրկում։ Երևանում այս պահին 6 բալանոց խցանում է, դեղին է համենայն դեպս ոչ կարմիր, տանելի խցանում է եւ ես տեսնում եմ այս պահին, որ Տիգրան Մեծ փողոցը միակողմանի խցանված դեպի Հանրապետության հրապարակ գնացող հատվածն է։ Բոլորիս մաղթում եմ լավ օր, լավ տրամադրություն եւ իհարկե հաջողություններ, շարունակեք լսել հանրայինի առաջին ալիքը։
9:42 բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, իսկապես շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար։ Այստեղ մենք ունենք բազմաթիվ ողջույններ on-line հարթակում, շատ ակտիվացել են, իդեպ շատ հաճելի է, երբ տարիներ շարունակ քո ընկերներից, հարազատներից որևէ մեկի հետ չես շփվում, մեկ էլ եթերում, այնպես է ստացվում, որ քեզ գրում են։ Շնորհակալ եմ, կուրսից, այսպես ասած, ընկերներից մեկն է գրում, ողջունում է մեզ եւ մաղթում անխափան եթեր։ Շատ շնորհակալ ենք։ Էդիկ Բապուջյանը ցանկանում է հայրերի օրվա առիթով շնորհավորել բոլոր հայրերին, բայց 3 էր հայրերի օրը։ 3 տկիրակի։ 3 կարծես թե։ Դե լավ, մի խոսքով ջերմ ողջույններ ունենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, բարի օր, Սմբատ Պետրոսյանն է մեզ ողջունում, շնորհակալություն Սմբատ, շատ հաճելի է։ Նանե Խաչատրյան, սրտիկներ եմ ուղարկում, այստեղ ջերմ կոմպլիմենտ ունեի իմ հասցեին, շնորհակալություն։ Ես համեստ կգտնվեմ եւ չեմ կարդա։ Կեցես։ Այո։ Հունիսի 17-ն է, օրը երեքշաբթի, բացում ենք օրացույցը, տարվա 160-րդ օրն է, հունիսի 17-ը։ Այս Հայաստանում այսօր նշում են Սուրբ Գայենեի հիշատակության օրը։ Այո, եւ շարունակելով թերթել պատմության էջերը, փորձենք հասկանալ, թե ինչեր կամ։ Ասենք, որ 1765 թվականի հենց այսօրն է հիմնադրվել Սանկտ Պետերբուրգի ազգային Էրմիտաժը։ Ես մեկ անգամ եմ այնտեղ եղել։ Ես էլ եմ եղել եւ տանջվել եմ իրականում շատ, դե փոքր երեխան գնում է այնտեղ, բայց դե իհարկե հրաշք ուղղակի։ Հետարքի իրադարձություն 1885-ին ֆրանսիական Իզեր նավով ազատության արձանը բերվել է Նյու Յորք։ Դու գիտեի, որ ֆրանսիացիներն են բերել այդ արձանը։ Չէ, իհարկե չգիտեի։ Տեղադրել Նյու Յորք։ Տեղափոխվենք 1935 թվական, որովհետև հենց այսօրն է հիմնադրվել Երևանի բուսաբանական այգին, որ այդքան շատ սիրում ենք, եւ հաճախ ենք այցելում այնտեղ։ Երկրորդ շնչառությունը մեզ երկար սպասեցնել չի, դա եւ այգին դարձյալ իր դե փորձում են ամեն ինչ անել, տեսնենք, այո։ 2008-ի այսօրը ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմերը ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։ Հետաքրքիր է այդ տարիներին որ ֆիլմերն են ընդգրկված եղել այդ 10-ը Դու ցանկը նկատի ունես։ Ցանկը, հա, որ ֆիլմերն են եղել։ Բացեցիր, արի տեսնենք թե ինչ ֆիլմեր կան, որ դե Շրեկը, որ այդ ժամանակ, այսպես ասած, բում արեց, Մոխրոտիկը, Սպիտակաձյունիկը եւ 7 թզուկները, Պինոկիոն։ Եթե մենք դիտարկում ենք ապա թվականներով նայենք, Մոխրոտիկը 1950 Սա մուլտիպլիկացիոն ֆիլմերի լավագույն տասնյակն է։ Ահա։ Հիմա իջնենք վեստերները։ Նույնիսկ այսպես կա։ Արի անցնենք վեստերները։ Եվ 10 լավագույն գանգստերական ֆիլմերը։ Այսօր անցանք դասական դրամաները, հետաքրքիր է։ Դատական դրամաները, ռոմանտիկ կատակերգությունները տեսնում ես, այս ժանրերի։ Արի ռոմանտիկ կատակերգությունների մեջ փնտրենք այն ֆիլմը, որը բոլորիս է հայտնի, հռոմեական արձակուրդները 1954 թվականին։ Այո, խնդրեմ։ Ահա։ Եվ նաև սպորտի մասին ֆիլմերը եւս ունեն, կատաղած ցույց ֆիլմ առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Գիտա ֆանտաստիկ ֆիլմերի ժանրը հետաքրքիր է, որ չէի կարող ուրիշ տարբերակ անհնար էր Սթենլի Կուբրիկի 2001 թվականի տիեզերական ոդիսականը չէր կարող այսպես զբաղեցնել առաջին հորիզոնականում։ Ֆենթեզի ֆիլմերի առաջին հորիզոնականում է Օզ երկրի հրաշագործը։ Ես ուրիշ ֆիլմ էի սպասում, որ այդտեղ պիտի լինի, օրինակ Մատանիների տիրակալը պիտի լինի առաջին հորիզոնականում, բայց ինչևէ։ Եվ այստեղ էպիկական ֆիլմերի ժանրում եթե նայում Լորենս Արաբացի հիշեցի։ Իրականում ֆիքսենք մի կարևոր բան, որ Տիտանիկը 6-րդ տեղում է։ Դե ես չեմ զարմանում, որ Տիտանիկը առաջին հորիզոնականում չէ իրականում, բայց այդուհանդերձ ֆիքսենք մի կարևոր բան, որ լավ ֆիլմերն են ձևավորում որոշակի մտածողություն եւ գուցե հենց ֆիլմերն են տալիս մարդկանց հնարավորություն կողքից դիտարկելու ու նայելու սեփական կյանքը, սեփական սխալները, հաճախ ֆիլմերը դիտելով ինքդ քեզ տեսնում ես այդ ֆիլմում, տեսնում կողքից թե ինչ սխալներ կարող էիր թույլ տալ, ինչևէ։ Ունենք նաեւ մեկ հայտնի հոբելար սպորտի աշխարհից, այսօրն է ծնվել 1929 թվականին հայտնի հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը։ Նա միջազգային գրոսմայստեր է, շախմատի աշխարհի չեմպիոն, ԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան, վերլուծաբան, նաև շախմատային Մոսկվա ամսագրի խմբագիրն է եղել եւ այսպես կարելի է երկար այսպես երկաթե Տիգրան նա ուներ այսպիսի մականուն, որը շնորհվել է նրան իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղի պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է հայրիկների տոնին, ապա ասեմ, որ ամբողջ աշխարհը 3 էր նշում, բայց կարծես թե մեզ մոտ են նշում առաջին անգամ հայրության տոնը այս տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից է։ Այս առաջարկը հետաքրքիր է ինչևէ։ Ինչի մասին ենք խոսելու այսօրվա ընթացքում, արդեն հաջորդ երկից հետո։ Դե լավ, մի քիչ էլ դիմացեք ու կասենք։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:50 րոպե դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը։ Այո, շարունակում եք լսել եւ մենք ձեզ առաջարկում ենք գնալ սեփական երազանքի հետևից արգելի ռադիոլսողներ։ Մենք այսօր հետաքրքիր մի թեմա ենք առանձնացրել, որ վստահ եմ հիմա դուք էլ մտորեք, կֆիքսեք, որ ձեր կյանքում էլ է այդպիսի բան տեղի ունեցել։ Գնալ երազանքի հետևից։ Այո, յուրաքանչյուրս ունեն երազանքներ, ունեն նպատակներ։ Անհագուրտ ուզում ես այսպես ձգտում ես, հասնես, որպեսզի ամեն ինչ կատարվի, հասնում ես նպատակիդ կամ երազանքիդ եւ հիասթափ։ Հեքիաթը ավարտվում է։ Ասես բասրա համար է ես տանջվում։ Իրականում շատ հետաքրքիր է, շատերն ասում են, որ ոչ թե վերջնակետն է ամենագլխավոր հատվածը, այլ այդ ճանապարհը, որ գնում ես դեպի այդ վերջնակետ, հետեւաբար ուզում եք ձեզ հարցնել։ Բայց հետո հիասթափվում ես ու ասում ես ինչի, հանուն ինչի ես այս բան տանջվում։ Կողմնորոշվել եւ հասկանալ ինչ երազանքի հետևից ես գնում։ Ես փորձում եմ մտաբերել նման դեպքին այդ տեղի է ունեցել, թե ոչ դեռ չեմ հիշում։ Որովհետև պետք է հստակ իմանաս ինչ երազանք ես ուզում, ինչ երազանքի հետևից պիտի գնաս, բայց ինչև է։ Չէ, եղել են նման նպատակներ, ու երազանք չասեմ, ասեմ նպատակներ, բայց հետո ուզում որ դա տեղի ունենա, սա է։ Սրա համար է այսքան տանջվում։ Հետաքրքիր է ձեզ այդ նման դեպքեր տեղի են ունեցել, թե ոչ, եթե տեղի են ունեցել, ապա գրեք կամ զանգահարեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, եւ on-line հարթակում կարող եք գրել, մենք դրանք եւս կընթերցենք։ Քիչ անց հարցը կուղենք նաեւ ռադիոլուրի մեր գործընկերոջը։
Սուրճ ու սեր առավոտից։ Հերացող եթերաժամի վերջին 4 րոպեն է մեր պահոցում եւ այդ ընթացքում կհասցնենք զրուցել։ Այո, եւ ասում ենք մեր շատ սիրելի գործընկերոջ ռադիոլուրի Մարլենա Հովսեփյանին, ասում ենք բարի լույս։ Բարի գործընկերներ։ Բարի լույս։ Մենք խոսում ենք նպատակներից, ինչու՞ չէ նաեւ երազանքներից, այլ երբ ձգտում ես, աշխատում ես, հասնում ես ու մեկ էլ տեսնում ես, որ սա այն չէ, ինչի մասին դու երազում էիր։ Եղել է քո կյանքում նման դեպք, կարող ես մտապահել, թե չկան, չես հիշում կոնկրետ դեպքեր։ Ես իրականում այդպիսի հիասթափություն երևի չեմ ապրել, բայց կարծում եմ այստեղ հոգեբանական խնդիր է, որովհետև սպասելիքը միշտ ակնկալիքը ավելին է լինում, քան իրականությունը։ Երբ որ դու սպասում ես ինչ որ բան քեզ հետ պետք է լինի, քո երևակայությունը քեզ ավելին է նկարում, նկարագրում, քան իրականությունն է։ Ես կարող եմ գուցե ֆիլմի եւ կարդացած գրքի վրա օրինակ բերել, երբ ես կարդում էի Քաոսը Շիրվանզադեի եւ երբ տեսա ֆիլմը Քաոս, ինձ համար երևակայությունը իմ գրքով ավելին էր նկարագրել, քան ես հիշում եմ փոքր էի տարիքով եւ ֆիլմը դիտելուց հետո բավականին հիասթափություն էի ապրել, որովհետեւ կերպարները ինձ համար այլ էին, քան ռեժիսորը ընտրել էր ֆիլմում։ Իսկ եթե գնաք նյութական դաշտ, դա եղել է մի նոր բան, այսպես երազել ես, որ գնես, ունենաս, գնել ես, հետո հասկացես, որ սովորական իր կարիք չկար այդքան ժամանակ։ Հիմա չի այդպես չի եղել, որովհետև ես կարծում եմ հատկապես կենցաղային տեխնիկան, գադջետներ այսօր տալիս են լայն հնարավորություններ եւ կտրուկ կյանքիդ որակը փոխում են։ Այս դեպքում կարծում եմ սպասելիքները արդարացվում են, եթե օրինակ դու ունենում ես նոր գադջետ, որը կարող է վերջին մոդելի այս կամ այն, չգիտեմ, սարքը, հա, վերջին մոդելի չէ, բայց լավը ունենալու համար, գիտեք, օրինակ չէ ռոբոտ փոշեկուլ ունենալը, տանը ես կարծում եմ շատ լավ բան է եւ այդ իմաստով սպասելիքը եւ ակնկալիքը։ Ահա, հիմա տես այս սպասում էր, որ այդ ռոբոտը լվացք կանի, բայց տես ռոբոտը լվացք չարեց։ Մենք սպասում ենք, որ ռոբոտը սուրճ կբերի, բայց դա էլ է հնարավոր, եթե սուրճի բաժակը դնես փոշեկով ռոբոտի վրա, նա կբերի։ Այդ իմաստով սպասելիքները արդարանում են եւ միանգամայն իրական են։ Այստեղ կարող ենք մի կարևոր բան ֆիքսել, այսպեսի խոսք կա, չէ, ասում են հաճախ քեզ համար սովորական քո կյանքը ուրիշի հեքիաթն է։ Այս պարագայում, երբ որ դու հասնում ես դրան եւ արդեն ունես, դառնում է սովորական, այնինչ ուրիշի համար գուցե դա հեքիաթ է եւ երազանք։ Կա այդպիսի բան, որովհետեւ ինձ թվում է մեզանից յուրաքանչյուրը ինչ որ մի պահի երիտասարդ տարիքում պատկերացրել ենք ինչ է լինելու մեզ հետ 20 տարի հետո, եւ եթե այսօր փորձենք հասկանալ այնինչ ունենք այսօր եւ պատկերացրել ենք 20 տարի առաջ, 20 տարեկանում կասենք վաու, ես կունենամ սա կլինեմ կայացած մարդ։ Իսկ հիմա դա մեզ համար սովորական է դարձել։ 55:37 լուրերից հետո մենք կսպասենք ձեր զանգերին, ձեր օրինակներին իհարկե կյանքից եւ կզրուցենք։ Դե իսկ այս բանին առաջարկում եմ ուղղել ժամացույցը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, ժամը 10 է, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Անկարայում 3 հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջը, հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ լրագրողների հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում տեղի են ունենալու Հայաստան-Թուրքիա բարձր մակարդակի շփումներ եւ վարչապետ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Ինչ հարցեր են լինելու օրակարգում Գրիգորյանը չէր մանրամասնել, հորդորելով սպասել վարչապետի աշխատակազմի հաղորդագրությանը։ Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել էին շարունակել երկխոսությունը։ Հայաստանի արտգործնախարարը 3 հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ փոխգործակցության հարցերը։ Միրզոյանը եւ Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։
Այսօր Իրано-իսրայելական հակամարտության 5-րդ օրն է, գիշերը կողմերը շարունակել են հարվածել միմյանց։ Այսօր վաղ առավոտյան Թեհրանում պայթյուններ են հնչել, հակաօդային պաշտպանության համակարգերն են աշխատել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Թեհրանից մոտ 320 կիլոմետր հեռավորության վրա Նաթանզ քաղաքում, որտեղ գտնվում են Իրանի առանցքային միջուկային օբյեկտները։ Իսրայելի օդուժը երեկոյան հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին։ Վերջին տվյալով կա 2 զոհվել է Թեհրանի լրատվական հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության խմբագիրը։ Ալ-Ջազիրա հեռուստաընկերության փոխանցմամբ շենքը մեծապես տուժել է հարվածի հետևանքով։ Իսկ Իսրայելում կեսգիշերից հետո օդային տագնապի ազդանշաններ են հնչել մայրաքաղաք Թել Ավիվում։ Լսվել են նաև պայթյունի ձայներ, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Եվ այսօր հաղորդվել են վերջին նորությունները զոհվածների վերաբերյալ իրանական պաշտոնական աղբյուրների տվյալներով 5 օրում հակամարտությունը խլել է 224 մարդու կյանք։ Նրանք հիմնականում խաղաղ բնակիչներ են։ Իսրայելը հայտնել է 24 քաղաքացիական զոհի մասին։ Իսրայելի ֆինանսների նախարար Բենացել Սմոտրիչը հայտնել է, որ գրեթե 3000 իսրայելցի է տարհանվել Իրանի հարվածների հետևանքով հասցված վնասների պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրառմամբ հորդորել է Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։ Իրանը պետք է ստորագրած լիներ այդ համաձայնագիրը։ Մենք նրանց ասել էինք՝ ստորագրեք, գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։ Բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից, շարունակել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ավելի վաղ իսրայելական բանակը տարածել էր նմանատիպ հայտարարություն, կոչ անելով Թեհրանի որոշ թաղամասի բնակիչներին տարհանվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցում Իրանի մայրաքաղաքի բնակիչներին քաղաքն անմիջապես լքելու կոչ անելուց հետո վաղաժամ հեռացել է Կանադայից, որտեղ այժմ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում ընդլայնել պատերազմը Իսրայելի հետ, սակայն պատրաստ է համաչափ կերպով պատասխանել ցանկացած հարձակման։ Փեզեշքիանը նաև նշել է, Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցություններին հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մեջբերում եմ սիոնիստական ռեժիմի հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ դադարեցվեն։ Իդեպ Փեզեշքիանը այս կարծիքը հայտնել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում։ Եվ թողարկման ավարտին տեղեկացնենք, այսօր առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես նշվում է Հայրերի օրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Հայրիկ, սիրում եմ քեզ խորագրով արշավը։ Այսօր հրապարակեք լուսանկար, տեսանյութ կամ հուշ ձեր հայրիկի մասին, պատմելով, թե ինչն է դարձնում ձեր եւ նրա կապը յուրահատուկ ոնփախորինելի։ Կարող եք կիսվել հին ընտանեկան կադրով, սիրելի պատմությամբ կամ պարզապես ասել մի պարզ եւ խորիմաստ «Սիրում եմ քեզ հայրիկ» արտահայտությունը։ Նշված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի տարածած հաղորդագրությունում։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։
never meeting, never greeting, but I can't forget. My head is spinning, I'm beginning to get sick of this dance. My mama lady, give me a chance. And all the kissing after kissing back is what I'm missing, always missing what I seem to lack. My head is spinning, I'm beginning to get sick of this dance. My mama lady, give me a chance. Just try me one, just try me yummy, yummy. Just try me, don't stand there like a dummy. My head is spinning, I'm beginning to sing and dance. My mama lady, give me a chance. Just try me one, just try me yummy, yummy. Just try me, don't stand there like a dummy. My head is spinning, I'm beginning to sing and dance. My mama lady, give me a chance. Just try me. My mama lady, give me a chance. My mama lady, give me a chance. Just try me one, just try me yummy, yummy. Just try me, don't stand there like a dummy. My head is spinning, I'm beginning to sing and dance. My mama lady, give me a chance. Just try me one, just try me yummy, yummy. Just try me, don't stand there like a dummy. My head is spinning, I'm beginning to sing and dance. My mama lady, give me a chance. Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից նաև քաղցր երկի տեսքով։ Շատ լավներ, եւ ասեմ, որ մեր ռադիոլսողներն on-line հարթակում մեծ ջերմ ողջույններ են ուղարկում։ Սիրուշ Աբրամյանն ասում է բարև ձեզ անչափ, սիրելի հաղորդավարներ ջան։ Ուռա, բարի լույս անչափ, սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, նրանք ովքեր հետևում են մեր լայվին։ Լայվին ովքեր հետևում են, քիչ անց արդեն հիմնա այսպես ամբողջությամբ կանդրադառնանք մեր հիմնական թեմային, բայց Նաև ունենք խաղ, սիրելի ռադիոլսողներ։ Գոտե պնդվեք։ Այո, դե իսկ մինչ այդ մենք ունենք նաև տեղեկատվություն Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից ժամանումների չվացուցակում կա մեկ ուշացում եւ մեկ վաղաժամ վայրեջք։ Ուշացումը վերաբերում է Դուբայից եկող օդանավին, այն կուշանա մի փոքր 11:25-ի փոխարեն վայրեջքը կատարի 14:22 րոպեին։ Ահա, վաղաժամ տեղ կհասնի Նիժնի Նովգորոդի ինքնաթիռը 12:30-ի փոխարեն Հայաստանում կլինի 12:14-ին։ Տեսնենք ինչ փոփոխություններ կան մեկնումների չվացուցակում, հունիսի 17-ի մասին է խոսքը։ Ունենք ուշացում Աբու Դաբի ուղղությամբ։ Մեկնումը նախատեսված էր 10:20-ին, այն կմեկնի 13:10-ին։ Եվ ունենք Դուբայ ուղղությամբ ուշացում, հարգելի պատճառով, որովհետև գիտեք, որ որոշ տարածքներ շրջանցելով ավելի երկար են գնում այս ուղղություններով ինքնաթիռները, հետևաբար չվացուցակում այսպիսի փոփոխություններ։ 12:25-ի փոխարեն դեպի Դուբայ օդանավը կմեկնի 15:20-ին։ Առաջիկա ժամերի ցուցակից այսքանը։ Մնացածը ժամանակին են եւ ամենակարևորը, որ թռիչքներ նախապանեն ու կան, որովհետեւ շատ մարդիկ վերցնում են փաթեթներ, որպեսզի գնան հանգստանան եւ շատ ված կլիներ, որ այդ չվերթները չլինեին։ 2 ժամ ավել կթողնենք։ Ինչ վերաբերում է եղանակային կանխատեսումներին, ապա հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, նույն վիճակը նաեւ Երևանում է եւս իդեպ երեկոյան ժամերին առանձին հատվածներում քաղաքի սպասվում է դարձյալ կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուսանք այդ անձրևը ոչ ոքի գործերին չի խանգարի, հատկապես եթե ունեն նախատեսած, այսպես ասած, բացօթյա միջոցառումներ, խցանումների այս պահին մայրաքաղաքում։ Այս պահին 17 աստիճան է։ Երևանում դեռ արև է, անձրև չկա, դե երեկոյան մասին։ Բայց 17-ն էլ հունիսի համար քիչ է, մենք անցյալ տարիներին եթե հիշում ենք, բավականին տաք էր արդեն։ Իսկ խցանումները ավելի սաստկանում են։ 7 է։ Արդեն կարմիր, արդեն 7 բալ է մայրաքաղաք Երևանում։ Ես մտածում եմ, որ դասերը չկան, ավելի քիչ է։ Աշխատանքային օրը, ինչպես ասում են, բուրըն ընթացքի մեջ է։ Շարունակեք լսել հանրայինի առաջին ալիքը, մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար, քիչ անց խաղ ձեզ համար, նաև զանգարեք եւ կիսվեք մեզ հետ, թե ինչին եք ձգտել հասել, ապա հիասթափվել։ 55 3702 Լուր տանջվում է հոգիս
Harites, harites, harites Menակ եմ աշխարհում առանց քեզ Տենչում է իմ սիրտը միայն քեզ Լուր տանջում է հոգիս Harites, harites, harites Քեզ խնդրում եմ մի գնա Մնա իմ գրկում մնա Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Minimum ser Այս ամենը տեսքո պատկերն ա տարել Էլում ես կորցրել գրկում գտել Այս խոսքերը ես շատ վաղուց եմ լսել Ուլուր հեռանալու ես Վերանայելու ես իզուր տանջվելու ես Ես մոռանալու եմ արևի մոտ գնալու եմ Շողերս քեզ տալով ես տանջվելու եմ հոգիս Harites, harites, harites Քեզ խնդրում եմ մի գնա Մնա իմ գրկում մնա Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Դե ասա գնամ թե մնամ Սուտ խոսքեր էին թե առանց քեզ չկամ Թե ծանեմ ես քեզ վարվեմ մոխրանամ Ուլուր հեռանալու ես Վերանայելու ես իզուր տանջվելու ես Ես մոռանալու եմ արևի մոտ գնալու եմ Շողերս քեզ ես տանջվելու եմ Մի գնա Քեզ խնդրում եմ մի գնա Մնա իմ գրկում մնա Քեզ խնդրում եմ մի գնա Քեզ խնդրում եմ մի գնա Մնա իմ գրկում մնա Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Սրտի սերը կտամ քեզ Մենակ կողքիս դու լինես Minimal ser, minimum ver Սուրճ ու սեր առավոտից 10:14 րոպե ամառային ջերմ բարի լույս բոլորին ովքեր լսում եւ դիտում են հանրայինի առաջին ալիքը Եվ մենք ձեզ խնդրում ենք, որպեսզի չհեռանաք ռադիո ընդունիչներից կամ on-line հարթակից, որովհետև թե շատվածը սկսված է։ Մենք միասին կքննարկենք այսօրվա մեր թեման եւ ունենալու ենք խաղ, այնպես որ եթե ուզում եք մասնակցել խաղին, միասին զվարճանանք, ապա պատրաստվեք արդեն, որովհետև քիչ անց կխաղանք։ Դարձյալ նպատակների մասին ես հիշեցի, երբ գալիս է ամառը, բնականաբար բոլորը սկսում ենք համացանցում որոնել ընտրել հանգստավայր, տարբերակներ, տեսնում ենք այդ գեղեցիկ գունեղ լուսանկարները, հա, այսպես գեղեցիկ Հյուրանոցային համարները, չէ, ջուրը, ծովը, Bounty գովազդն ենք հիշում, հետո հայտնում ես այդ վայրում, տեսնում ես այդպես չէ, ջուրը շատ վատ գույնի է, ջուրը աղտոտված է եւ ափը ամենևին էլ այդ գույնը չունի, ինչպես լուսանկարներում։ Այո, եղել է։ Հետ էլ է եղել այդպիսի դեպք, բայց իրականում հիմա սոցիալական հարթակներում հետաքրքիր հոլովակներ կան, իրականություն, Instagram-ն ու իրականությունը եւ այնտեղ տեսնում ես, որ իսկապես մեր օրինակ բոլորին գայթակղիչ, բոլորի համար գայթակղիչ բալին, երբ տեսնում ես Instagram-յան հարթակներում գեղեցիկ վիդեոներ, հրաշալի տեսարաններ, իսկ իրականությունը աղտոտված լողափեր, բացի աղտոտված լողափերից տեսնում ես խցանումներ եւ շատ այսպես ծանր վիճակ փողոցում, այնպես որ մենք մեր խցանումներից այդքան էլ պիտի չդժգոհենք, ինչ ենք ուզում ասել։ Իրականում շատ լավ է երազել, շատ լավ է ընկնել երևակայության գիրկը ընկնել, բայց նաեւ պետք է լինել դրան զուգահեռ իրատես, որպեսզի հիասթափությունը շատ չլինի։ Օրինակ, եթե քեզ ասեին երազանքը նկարագրի, ինչպիսի բնութագիր կտայիր։ Ես մի փոքր աշխատում եմ խուսափել երազանք բառից։ Ինչու՞, ես զգացի ճիշտն ասած, դե երազանքը լավ բան է, ով չի երազում լավ չի։ Ինձ համար կա նպատակ։ Երազանքը դարձնում ես նպատակ եւ գնում ես դեպի դրան։
Ես չի ասի, որ կան ինձ համար կյանքում երազանքներ։ Իսկապես երանելի ինչ-որ մի բան։ Չէ, նպատակ է։ Այ դուր է գալիս ինչ-որ բան, օքեյ, փորձենք գնել։ Ոնց չերազես ախր։ Ոնց չերազես։ Ասեք, սիրելի ռադիոլսողներ, ասեք, որ շատ լավ է, երբ երազում ես, որովհետև դա քեզ ուրիշ թևեր է տալիս։ Իսկ երազանքը, օրինակ, կարծում եմ շատերի համար ոգեշնչման աղբյուր է։ Առաջ գնալու մոտիվացիոն ինչ-որ բան, որովհետև երբ երազում ես եւ ինչ-որ նպատակ ունես, որին պիտի հասնես, ոգևորվում ես եւ դա ուժ է տալիս քեզ, որպեսզի գնաս առաջ։ Միթե այս աշխարհում կա երազելու ինչ-որ բան։ Այո, կա։ Միթե դեռ կարող ենք զարմացնել։ Զարմացնելու հարց չի, բայց մարդը միշտ պիտի երազի, դա շատ կարևոր է հոգևորի մարդու ներաշխարհի համար։ Դա շատ լավ բան է երազանքը։ Երբ փակում ես աչքերդ, երազել, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Որ դու։ Իդեպ, միտքը շարունակելու մասին է մեր այսօրվա խաղը, երաժշտական համարից հետո առաջարկում եք միանալ մեզ 553702 եւ ռադիոլսողն է ընտրելու ում հետ է խաղալու իմ թե Լուսինեի հետ։ Ունենք 5 միտք, 5 անավարտ նախադասություն, դուք պետք է շարունակեք։ Եթե ունենանք համընկնում հաղորդավարի կարծիքի հետ, ապա դուք կլինեք այսօրվա հաղթողը։ Ինչ անենք, արդեն ազդարարենք, թե դեռ ոչ։ Իդեպ ես այսօր պարբերաբար շփվում եմ Աբոյի հետ։ Ես նրան ասացի, դեմ չես, որ եթերում քեզ Աբոյ ենք ասում է ոչ շատ հաճելի անուն է, եւ նրան հարցրեցի երազանքի հետ կապված, թե ինչպես կբնութագրի երազանքը, բավականին հետաքրքիր տարբերակ է առաջարկել երազանքի, բայց կարծում եմ երգը լսենք հետո։ Լսենք եւ դեռ կշփվենք։ So let's get one thing straight now, baby. Tell me if you love me or not, love me or not, love me or not. At the house on you, am I lucky or not, lucky or not, lucky or not? You gotta tell me if you love me or not, love me or not, love me or not. I'm wishing for you, am I lucky or not, lucky or not, lucky or not? Games. Are we too grown to play around? Young enough to chase, but old enough to know better. Are we too grown to change? Are we too grown to mess around? Oh, and I can't wait forever, baby. Both of us should know better. Ooh, 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 been wishing for you. Ooh, ooh. Try to do what lovers do. Ooh. Սուրճ ու սեր առավոտից 10:21 մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրայինի ուղիղ եթերում 553702 սպասում ենք ձեր զանգերին տեսնենք ով է այն համարձակը ով խաղալու է մեզ հետ այսօր շարունակիր միտքդ խաղը Մանուկյան Կարինեն է գրում մեզ բարի լույս եւ բարի գալուստ ավանդական զույգին ուրախ ենք եւ ձեզ համար եւ մեր քանի որ լսելու ենք Տիգրանի անկրկնելի յուրահատուկ փլեյլիստը եւ մեր փոքրիկ երազանքը կկատարվի
Լսեցիր Տիգրան ջան։ Տեսնում ես։ Շնորհակալ եմ։ Եվ շարունակեք գրել հարգելի ռադիոլսողներ, նաև գրեք ձեր երազանքների մասին։ Օրինակ Տիգրանն ասում է, որ խուսափում է երազանք բառից եւ ավելի գնում է նպատակին, բայց ես էլ մտածում եմ, որ մարդ պիտի անդադար երազի, դա թևեր է տալիս, դա հույս է տալիս, դա ջերմացնում է հոգին, սա էլ է շատ կարևոր տարբերակ, իսկ ինչ վերաբերում է աբոյի տարբերակին, եթե դեմ չես, շատ կարճ, հետաքրքիր բավականին ռոմանտիկ է մեր աբոն, դե գիտեք էլի։ Նորություն չի մեզ համար, ասում է երազանքն անտեսանելի փարոս է հոգու մեջ, որը լուսավորում է անգամ ամենախավար ճամփաները, այն իրականության եւ հնարավորի սահմանին կանգնած ցանկություն է, միաժամանակ փխրուն, բայց հզոր, քանզի դրա շնորհիվ մարդը շարունակում է առաջ շարժվել, փորձել անհասը, հավատալ անհավանականին։ Դե, դասական տարբերակ, ինչպես ասում։ Դե հա, դե բայց Դե լաբոյ տարբերակը։ Ինչեր ասես, որ մարդիկ, ինչ հնարքների ասես, որ մարդիկ չեն դիմում հանուն իրենց երազանքի, հանուն իրենց նպատակների, այ չեմ կարող ասել, օրինակ, արգենտինացի միլիոնատերը ինչ է մտածել, երբ վերցրել է թանկարժեք մեքենայի թափքը եւ փակցրել իր պենթհաուսում պատին որում ասեմ դու պատկերացնում ես միլիոնատեր եւ մրցարշավորդ Պաբլո Պերես կոմպանսը $8 միլիոն արժողությամբ Մայամի իր պենթհաուսում, այսպես ասած իր մեծ բնակարանում Pagani Zonda R հիպերմեքենայի թափքը կախել է որպես արվեստի առարկա։ Միայն նշեմ, որ մեքենայի գինը գնահատվում է $2.2 միլիոն։ Մեքենան կախել է տան պատին։ Եվ դու կուզեիր նման ինտերիերում բնակվեիր։ Ես փորձում դա հասկանալ։ Ինչու մեքենայի թափքը մենք չփակցնենք մեր պատին։ Իդեպ այստեղ Walt Disney-ն էլ փոքր տարիքից միշտ երազել է ստեղծել վայր, որտեղ բոլորի երազանքները կկենթանանար, ասում էր, եթե կարող ես երազել, կարող ես նաև իրականացնել հենց այդ երազանքն է դարձել Disneyland-ը, եւ մենք հիմա կարողանում ենք գնալ մանկության աշխարհ Disneyland-ում։ Հիմա ասում ենք բարի լույս։ Միացել բարի լույս ունկնդիր դուք եթերում եք բարի լույս հանրային ռադիոյի վետերաններին ես մամաչես բառը ասեմ որովհետև դուք վաստակել եք այդ ոչումը ունկնդրի կողմից ես ինձ զգացի ինչպես Փարքի թանգարանի իր առաջին դահլիճում գտնվող Տիգրան ջան, ճիշտն ասած, քանի որ խոսում էինք երազանքներից, մի երազանք ունեմ, դա աստված որ մի օր իրականանա, ես ուզում եմ իհարկե լավ առումներով էլի, հանրային ռադիոն, օրինակ երազում եմ վերադառնա 90-ականների հանրային ռադիոն լավ առումներով եմ ասում, որտեղ դուք այդ տարիներին ստիպեցիք մեզ բարձրապես բառս ամենաուղիղ իմաստով ստիպեցիք մեզ ապրել ձեր ծրագրերով, ավելի շատ մշակույթով, իսկ այսօրվա playlist-ը, այսօրվա կատարումների համար իրոք շնորհակալությունների արժանի, գիտես, դարձյալ Կարինե Հալաջյանին հիշեցի, որովհետև դուք եւ Կարինե Հալաջյանը մեր ռադիոտիրույթում ամենա հայկական երաժշտությունը ռոպագանդողն եք, բառից ամենաուղիղ իմաստով։ Շնորհակալ ենք, իհարկե մենք էլ ենք բոլորին հիշում ենք, բայց եկեք թող ռադիոն գնա դեպի 2040 թիվ։ Եթե դեմ չեք։ Պահելով իհարկե գեղեցիկը, որ ունեինք Եվ շարունակենք։ Լավ, դուք զանգարել եք նախ։ Բաներ, ու գնանք առաջ, ես հույս ունեմ, որ այս ՏՏ ոլորտը զարգանալով մարդկային կարևորագույն արժեքների վրա չի ազդի, բայց դեռևս հələ որ լավ բան չունենք, էլի, դրական հույսեր։ Դե քանի դեռ մենք վարում ենք եւ արհեստական բանականությունը չի վարում դες համար հաղորդում, ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Դեռ այստեղ ենք։ Հույս կա։ Այո, շնորհակալ եմ ձեզանից։ Մեզ հետ խաղալու եք, թե զանգարել եք պարզապես։ Խաղալու եք մեզ հետ։ Ով է դուրս գալիս։ Տեսեք, եկեք եւս մեկ անգամ բացատրենք խաղականոնները, դուք ընտրում եք հաղորդավարներից որևէ մեկին, մյուսը դուրս է գալիս տաղավարից, որպեսզի չլսի ձեր պատասխանները, եւ 5 անավարտ միտք պետք է շարունակեք։ Այնուհետեւ հաղորդավարը վերադառնում է եւ եթե ունենում ենք համընկնում, նույն հարցերի նաեւ հաղորդավարն է պատասխանում։ Եթե համընկնում է պատասխանները ձեզ հետ, Ինչի չեմ զարմանում ես։ Այսինքն Լուսինեն լքում է տաղավարը, դուք խաղում եք ինձ հետ։ Ես գնացի վերջ։ Լուսինեն դա մեղավոր չլինի։ Չկա նեղանալու ոչինչ։ Լուսինեն չի լսելու բնականաբար ձեր պատասխանները։ Հիմա ամեն ինչ մեզ մոտ ամեն ինչ արդար է, դուռը բացվում է տաղավարի, ահա Լուսինեն լքում է, մեր ամուր, այսպես երկու դռնից բաղկացած
Ասում եմ հետ չեմ գա, չէ, ոնց։ Գնաց։ Նա գնաց։ Դե ինչ, եթե պատրաստ եք, ուշադրություն, ունենք 5 միտք, անավարտ միտք եւ դուք պետք է շարունակեք միտքը։ Եվ այսպես, երբ ես միայնակ եմ, ես պարտադիր լսում եմ հանրային ռադիո։ Լավ։ Շատ եմ սիրում ապուրը։ Ինչով։ Քանի որ այսինքն շատ եմ սիրում ապուրը, Ինչով։ ինչով համեմունքներով, լավ համեմունքներով։ Դպրոցում իմ սիրած առարկան Հայոց լեզու եւ գրականություն։ տանել չեմ կարող, երբ դիմացինը Կեղծ է։ եւ վերջին անավարտ միտքը ես զանգահարեցի նրան, որպեսզի ասեմ Աղթում եմ քեզ լավ ու հաճելի օր։ Շնորհակալ ենք։ Հիմա եկեք միասին կանչենք Լուսինեին, որպեսզի նա վերադառնա տաղավար 3 ու 4։ Կանչենք Լուսինեին։ Տիգրան ջան, ուղղակի մոտավոր եմ պատասխանել։ Եկեք կանչենք Լուսինեին, Լուսինե, միասին։ Նա դանդաղ է գալիս, որպեսզի ծափարությունն չեն։ Ահա, նա վերադարձավ բնականաբար, այսպես Լուսինեն վերադարձավ, հիմա նույն անավարտ 5 միտքը ես նրան եմ առաջարկելու եւ տեսնենք թե արդյոք կհամընկնեն ձեր տեսակետներն ու ձեր պատասխանները։ Բարի վերադարձ։ Շնորհակալություն։ Տիկին Անայի ջան։ Ինձ հետ պետք է լավ լինեիք, որ ես կարողանայի ճիշտ գուշակել բոլոր նախադասությունները։ Կատակում եմ։ Եվ այսպես, Լուսինե, ուշադրություն, երբ ես միայնակ եմ, ես պարտադիր վայելում եմ։ Անցանք առաջ։ Շատ եմ սիրում ապուրը։ Ինչով։ Սև պղպեղով։ Դպրոցում իմ սիրած առարկան էր Հայ գրականությունը։ Ինչի եք զարմանում։ տանել չեմ կարող, երբ դիմացինը Ստում է։ ես զանգահարեցի նրան, որպեսզի ասեմ Շնորհակալություն։ Ռադիոլսողը ուշադիր լսում էր, քանի համընկնում ունեինք։ Կարծես թե 1-ից 2։ Մեկ համընկնում ունենք, որովհետև դպրոցում սիրած առարկան հայոց լեզու գրականությունն էր։ Ահա։ Ես մյուսն եմ բանը համընկնում համարում, տարել չեմ կարում, սուտը դա նույն կեղծն է, Ճիշտ է ասում։ Սուտը եւ կեղծը։ Այստեղ ծափարություններ են հնչում, ծափարություններ են հնչում, փաստորեն ռադիոլսողի եւ Լուսինեի 5 անավարտ մտքից 2-ը համընկան։ Այո, հրաշալի էր ուղղակի։ Դե ինչ Շարունակիր միտքդ խաղը դեռ կլինի մեր եթերում, նաև հաջորդ թողարկումներում զանգարեք, ակտիվորեն մասնակցեք։ Մենք հիմա գովազդով ընդմիջվենք, այնուհետև շարունակենք մեր եթերը։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:33 րոպե դուք լսում եք հանրային առաջնալիքը Սուրճ ու սերը եւ իհարկե լավ երաժշտություն վաղ առավոտյան։ Այո, եւ շարունակեք երազել հարգելի ռադիոլսողներ, որովհետեւ երազանքներն են ձեզ ուշ տալիս եւ հավատում անհնարինին ու այդ անհնարինը դարձնում հնարավոր եւ ի վերջո չմոռանանք, որ մեծամեծ մարդիկ հավատացել են սեփական հնարավորություններին, երազանքներին, դրանք դարձրել նպատակ ու այսօր աշխարհն է նրանց ճանաչում, այդպես եթե դիտարկենք, ապա մենք Walt Disney-ի մասով արդեն խոսեցինք, Oprah Winfrey-ն օրինակ մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ, բայց միշտ ասում էր երազանքն առաջին քայլն է դեպի այն, ինչ ճակատագիրդ պատրաստել է։ Նա դարձավ առաջին աշխարհում ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկապես այդպես է։ Հանրահայտ թոք-շոուների վարող Oprah Winfrey-ի մասին է։ Այնպես որ հավատացեք ձեր երազանքներին, Արմեն Ջիգարխանյանն էլ երազում էր դեռ մանկուց դերասան դառնալ, չնայած անընդհատ ասում էին, որ չունի համապատասխան արտաքին, բայց հենց այդ անկեղծությունը դարձավ նրա այցեքարտը եւ դարձրեց նրան լավագույններից լավագույնը, այսպես կարող ենք ասել։ Իսկ Հարի Փոթերի հեղինակ Ռոուլինգն էլ ստեղծեց Հարի Փոթերի իր աշխարհը, իր երազանքի եւ երազներում տեսած մի պատկերի հիման վրա, ու ասում էր երբեմն այնինչ մենք կոչում ենք երազանք, իրականում մեր ներսի ճշմարտությունն է։ Իրականում այո, մեր ներսի ճշմարտությունն է, մեր ցանկություններն են, մեր երևակայությունն է ի վերջո, որովհետև մեր մտքերում միայն կարող ենք վառ երևակայել եւ հայտնվել ուրիշ աշխարհում։ Այդ աշխարհն էլ մենք ենք կառուցում ու ստեղծում մտքերով։ Բայց հիշեք, հետո դուրս գալը արեք այնպես, որպեսզի ցավոտ չլինի։ Չմոռանանք իրականությունից չկտրվենք ամբողջությամբ։ Սերժ Թանկյանն էլ փոքր տարիքից երազել է արվեստի միջոցով բարձրաձայնել իր ժողովրդի ցավը, իր երաժշտությամբ եւ ակտիվությամբ նա դարձել է Հայաստանի ձայնը միջազգային հարթակում, այնպես որ այո, շարունակեք երազել ու հավատալ ու կտեսնեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Եթե լսում եք մեզ, եթե օրը սկսում եք մեզ հետ։ Yes, կպարեմ դու եմ Արի դու ինձ միացի Մեկա ով ինչ չկասի Էլի ժամին չենք նայի Հելի բոյդ մատա Սուրճ ու սեր առավոտից։ 10:38 րոպե մենք շարունակում ենք։ Շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ մեր եթերը եւ ասում են ամեն ինչ, ամեն շքեղություն բարձրության մեջ է։ Միանշանակ, ամեն ճոխություն չէ, որ ճաշակ է եւ ամեն ճոխություն չէ, որ խոսում է բարձրակարգի մասին։ Սա շատ կարևոր է։ Իդեպ այս լուրը
Մեզ համար է, կարող ես տալ ես ներկայացնեմ։ Իդեպ վաղուց արդեն անցել եմ այդ տարբերակին, երբ Տիգրանը ինձ ներկայացրեց, ասում եմ, տես, վաղուց Ես ուզում եի հարցնել, դու համաձայն ես այս լուրի հետ թե ոչ։ Միանշանակ համաձայն եմ, միշտ եմ այդպես եղել, մինիմալիզմը վերադարձել է եւ ամառային մանիկյուրի գլխավոր միտումը զուսպ շքեղությունն է, այսինքն մինիմալիստական ադամանդե քարերով, այսպես չես ունեցել զարդարված ձեռքեր, եղունգներ։ Ոչ, լավագույն դեպքում փլիկներով։ Չէ, միակ զարդարումը գուցե ֆրենչներ, որը դասական է համարվում։ Ես անկեղծ ասած չգիտեմ ֆրենչը ինչ է։ Երբ վերջի հատվածում սպիտակ է։ Մի խոսքով, փայլուն այո, դոնատային եղունգների արվեստի ադամանդե քարերով պատված ճանկերի եւ ավանգարդ քանդակային ձևերի մի քանի սեզոններից հետո եղունգների նորաձևությունը կտրուկ շրջադարձ է կատարել։ Իդեպ նաեւ շատ նորաձև է, երբ չկա ոչ մի տեսակի մանիկյուր եւ այն բնական քոմատներն են, իհարկե խնամված տարբերակով, այո։ Ոչինչ չանեն։ Ոչ, դե խնամել, բայց ավելի շատ բնականին մոտ վերել կամ ամբողջությամբ բնական թողնել։ Պարզությունը 2025 թվականի ամռան ուշադրության կենտրոնում է կոկիկ ձևեր, մեղմ նյութ, երանգներ եւ դասական կարմիրի նոր մեկնաբանություն։ Այս մանիկյուրը հեշտությամբ հարմարվում է կարճ նշաձև կամ բնական եղունգներին մնալով էլեգանտ, խնամված եւ ամենակարևորը աննկատելիորեն շքեղ, սա շատ կարևոր է։ Այո, փոփոխությունը շատ կարևոր է, որովհետև մինիմալիզմը բնավ ձանձրալի չէ, ինչպես շատերն են նշում, ճաշակի վերագործարկում է այն։ Այո, այնպես որ փորձեք ստանալ շքեղություն, բայց մինիմալ տարբերակներով։ Այս պարագայում կարող ենք ասել նորը դա լավ մոռացվածինն է։ Սա դասական տարբերակն է, որը միշտ ակտուալ է եւ այո, ես հաճախ եմ նկատում, այսպես հոլիվուդյան աստղերին երբ հետևում եմ, տեսնում եմ խնամված մատեր, բայց ոչ մի գույն չկա մատներին, այսինքն բնական տարբերակին են մոտեցել։ Գուցե ծույլ են, ոչինչ չեն Չէ, խնամված է, այսինքն աշխատանք կատարված է, սա է շատ կարևորը, պարտադիր չի, որ չգիտեմ ինչ գույների խառնուրդ լինի այդտեղ եւ կարողանաս այսպես ասել, տեսեք թե որքան աշխատանք է արվել, աշխատանքը կարող է արվել, բայց լինի շատ զուսպ։ Վաղուց արդեն չենք լսել նաև այս խմբի կատարումը, այո, ի վերջո նորը դա լավ մոռացվածինն է, եւ այսպես է, ասպա փոշին թափ տանք եւ լսենք ինչու ոչ։ Ինչու ոչ, ես հուշեր ունեմ այս երգի հետ կապված իրականում։
Եվ ինչպեսի հուշեր արթնացան քեզ մոտ, այս կատարումը լսելուց հետո։ Լուրջ ուզում ես հիմա եթերում դա պատմեմ։ Ինչ հիշեցիր դե ասա։ Չէ, արի չպատմեմ Լավ, եթերում։ մի պատմես։ Դա ինձ մի անգամ ասացին այս Bonnie-ով է։ Ահա, դա հուշեր չէ, դա պարզապես էս մեկնաբանություն է։ Այստեղ այսօր քո բենեֆիսն է այսօր ստացվում Տիգրան ջան, մեր շատ սիրելի դասական ռադիո լսող Սեդաղուշյանն է ասում։ Ողջույն վետերան հաղորդավարներին եւ վետերան ռադիո ունկնդիրներին Տիկին Անհայտի ականջը կանչի։ Տիգրանի հումորը չի լքում իրեն եւ դա հրաշալի է, բայց Տիգրան ջան, ոնց կարելի է չերազել հզոր անառիկ է վերջապես հարուստ եւ միայն ներգաղթվող Հայաստանի մասին։ Դա գլոբալ երազանք է, կարծում եմ յուրաքանչյուրի հոգում կա։ Աշխատենք, որպեսզի այդ ամենը իրականություն դառնա։ Ահա։ Թե չերազելով ուր կհասնենք եւ կենացնելով։ Ինչ հաճելի է, Մայիս Մանուշ Ասատրյաններ անունով օկտատերը գրում է անձրևի պես թրջում ես բոլորիս հոգիները իմ անձրև Լուսինե ջան, գիտեիր, որ ինձ անձրև։ Լուրջ, ուր ես թրջում։ Թրջում եմ։ Ինչու ես թրջում։ Անձրև եմ։ Անձրևից չես թրջվում, Տիգրան, դու անձրևից։ Թրջվում ես, թե թրջում ես։ Ես թրջում եմ մյուսներին, որովհետև ես անձրև եմ։ Այ, ինչպեսի ջրիկ բան ստացվեց։ Ջրիկ էսպես է, ջրային երկխոսություն ստացվեց։ Ես ունեմ լուր այս պահին սպորտի ֆուտբոլասերների համար։ Ահա։ Այսօր հունիսի 17-ին UEFA-ն անցկացնելու է Չեմպիոնների լիգայի 2025-26 թվականների մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը եւ այդ կապակցությամբ ակումբներին բաժանել է առանձին խմբերի, որտեղից հայտնի կդառնան նրանց հնարավոր մրցակիցները։ Նոան հայտնվել է վիճակահանության 3-րդ խմբում, որտեղ Հայաստանի չեմպիոնի հավանական մրցակիցը կլինի նույն խմբի ավելի բարձր վարկանիշով ենթախմբի թիմերից մեկը։ Վիճակահանությունը կկայանա իդեպ այսօր ժամը 15-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում։ Հաջողություն մաղթենք մերոնց։ Իդեպ եթե մենք հայկական ֆուտբոլից ենք խոսում, ապա ասեմ, որ Հենրիխ Մխիթարյանը մանկուց երազել է խաղալ եվրոպական ամենամեծ ակումբներում։ Նրա ուղին լի է եղել ոչ միայն սպորտային հաղթանակներով, այլև մշակութային կամուրջներով, Հայաստանը ներկայացնելով աշխարհի ամենահայտնի դաշտերում, այնպես որ պետք է իսկապես գնալ երազանքի հետևից ու դա կդառնա իրականություն։ Իդեպ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ու ազգային թիմի նախկին ավագ պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են նահանգներում Լոս Անջելես քաղաքում։ Հաճելի էր հանդիպել եւ զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում, գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում։ Նաև 36-ամյա Մխիթարյանը Միլանի Ինտերի կազմում Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի 18-ին մրցելով մեքսիկական Մոնտերեյի հետ։ Մոնտերեյի դեմ։ Դեմ թե հետ կողմնորոշվիր։ Լավ։ Մարզաշխարհի լուրերից տեղափոխվենք մշակութային աշխարհ, որովհետև իսկապես մենք խոսում ենք այսօր երազանքների մասին խոսելով, ակամայից անդրադառնում ենք մեր հայրենակիցներին, որոնք դրսում մեծ գործեր են անում, բայց դրանք չէին հաջողի, եթե չերազեին ու չգնային իրենց երազանքի հետևից։ Օրինակ Շարլ Անձնավուրը երկար տարիներ ձայնագրող ստուդիաները մերժում էին նրան, ասելով, որ ձայնն անհարմար է, բայց նա երազում էր երգել անկախ ձայնից, արտաքինից կամ էլ կարծիքներից եւ այդ երազանքն ի վերջո գրավեց մոլորակի ամենամեծ բեմերը։ Շարունակեք երազել, ինչպես Լուսինե առավոտից հորդորում ձեզ, բայց մի մոռացեք իրականության մասին։ Այն երբեմն նաեւ դաժան է լինում։ Տիգրան, այսինչ տրամադրություն ունես դու այսօր։ Ես ռեալիստ եմ։ Շատ։ I'm in love with your body. Last night you were in my room. Every day discovering something brand new. Club isn't the best place to find the lovers, so the bar is where I go. Me and my friends at the table doing shots, drinking fast, and then we talk slow.
Come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. 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 I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. Girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. Սուրճ ու սեր առավոտից։ 19:53 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է հանրայինի ուղիղ եթերում։ Եվ կարող եք երաժշտական կատարումների ընթացքում համատեղ եք հաճելին օգտակարի հետ, ինչու ոչ կատարել առավոտյան նախավարժանք բարելով։ Աշխատում ենք, ինչ անում ենք դες համար ենք անում։ Այո, օրինակել ենք ցույց տալիս, եթե մեզ դիտում եք, ոչ միայն լսում եք։ Դիտեք, ինչու ոչ։ Դիտեք եւ կտեսնեք, այո, շատ հետաքրքիր է։ Եվ մենք խոսում էինք նաեւ այսօրվա թեման հետաքրքիր, ոչ ոք չասաց, որ երազանք է ունեցել, հասել երազանքին ու հետո ասել թե սրա համար էր այդ ամենը։ Այո, դրան այդ մասին պետք է հենց նրան հարցնել, երբ նա աշխարհի ամենահարուստ մարդն է այսօր համարվում, արդյոք նրա համար այդ ամենը սովորական է եւ գուցե նա հիասթափվել է որ դու Իլոն Մասկին նկատում ես։ Հետաքրքիր է, գիտես չէ, ամենա այսպես հարուստներից։ Եվ փոխեց իրականությունը, մեր իրականությունը փոխեց, թեպետ դեռ պատանի տարիքից էր երազել մարդկանց տանել դեպի տիեզերք ու փոխել աշխարհի էներգետիկ համակարգը։ Նա փոքր ժամանակ երազել է որ շատ գումար ունենա։ Այդ մասին դեպի ունենաս շատ գումար որ հասնես դրան։ Իդեպ նրա երազանքներն այնքան խենթ էին, որ շատերը նրան չարաճճի էին անվանում, ասում էին չարաճճի գեղարվեստական գիտաֆանտաստիկա, բայց այսօր շարի ու տես Tesla-ն, SpaceX-ը, Starlink-ը վկայում են, որ երազանքը կարող է դառնալ ինժեներական իրականություն եւ փոխել ոչ միայն իր կյանքը, այլև բոլորիս կյանքը, այդպես չի։ Starlink-ը քեզ վկա, քեզ օգտակար։ Դե այո, այդպես է փաստացի, ստացվում է, որ շարժիչ ուժը երազանքն է։ Այնպես որ Տիգրան ջան, երազիր մի խուսափիր այդ բառից։ Միևնույնն է, ես կամ եւ կմնամ ռեալիստ եւ այդ ընթացքում ես նաեւ գտա մեկ լուրջ ճանապարհային դեպարտամենտից վարորդների աչքը լույս փակագծերում աչքը լույս չէ աչքը լույս որ այլևս մեքենան չեն փոսերի միջով վարի Սևան Ծաղկունք Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-2 կիլոմետրի հատվածը հիմնանորոգվում է
Դրանք ովքեր հաճախակի են գնում գալիս կհիշեն այդտեղի փոսերը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերով, միացնելով Սևան քաղաքը, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի եւ Հրազդան քաղաքի հետ շատ կարեւոր ճանապարհը։ Արդեն իսկ մեկնարկել են ասֆալտաբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները, այնպես որ մի քիչ էլ համբերություն եւ մեքենան կվարեք շատ գեղեցիկ եւ լավ ճանապարհով։ Լիարժեք համամիտ կլինես, քանի որ մեր ճանապարհները, հա, այսպես դեպի մարզեր տանող ճանապարհները բավականին հիմնանորոգված են, կարող ենք ասել, որ մենք կարողանում ենք եւ հաճույքով ենք մեքենայով շրջում մեր Հայաստանի գեղատեսիլ վայրերով եւ կարողանում ենք վայելել, որովհետեւ ոչ թե ուշքն ու մտքներս հերթական փոսը շրջանցելն է, այլ ուղղակի տեսնել թե այո, այլ տեսնել թե որքան գեղեցիկ է մեր Հայաստանը, եթե ճանապարհները լավն են, իսկ արդեն կարող ենք ասել, որ շատ հատվածներ, որոնք ժամանակին բավականին բարդ վիճակում էին, հիմա շատ լավ վիճակում են։ Այո։ Իսկ ինչ վերաբերում մայրաքաղաքային խցանումներին, ապա իջնում է Սանդղակ արդեն 6 բալ, այլևս կարմիր չել դեղին է, միայն Վարդանանցն է այս բան երկկողմանի խցանված։ Ես շարունակեմ քարտեզը։ Շարունակիր նայել, որովհետեւ Ագաթանգեղոս փողոցն է միակողմանի խցանված։ Ծանր փողոցներն ենք դիտարկում, որոնք մշտական ունեն այդ առումով։ Իսակովը գտել ես Իսակովին դեռ չեմ ասել, Աշակունյացն է միակողմանի եւս խցանված դեպի վերբարձացողը, դեպի Մասիվ, հա, դեպի Նորքի զանգված։ Գարգին Նժդե փողոցն է եւս միակողմանի խցանված։ Եվ կարծես թե տանելի է։ Մի խոսքով կարող եք արդեն դուրս գալ երթևեկությունը արդեն թեթևացած է եւ շատ չեք նյարդայնանա հարգելի ռադիոլսողներ, մենք ձեզ հետ միասին այսօր երազեցինք եւ փորձեցինք չկոտրվել որևէ դժվարությունից, շարունակեք այդպես, այս մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, վառ օրինակն են դրա։ Շարունակեք երազեք, բայց մի մոռացեք ռեալ նպատակների մասին, մի մոռացեք իրականության մասին եւ մի մոռացեք մեզ լսել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Ձեզ համար աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Հաջողություն։ Կհանդիպենք։ Սիրտս բանա, դարդս պատմեմ անցորին, թող որ լուրը հասնի, յարիս յարս հերվից հագալի